ID բանկի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիները պահանջում են բացատրություն բանկերից շարունակվող ֆինանսական խարդախությունների համար։ Մեր հասարակական կազմակերպությունը մինչ այսօր արդեն ընդունել է 280-ից ավել դիմում բողոքներ բանկերում տեղի ունեցող զեղծարարությունների եւ կիբերհանցագործությունների վերաբերյալ։ Իրենք տանը նստած բանկը հիշեցնում է, որ այսօր իրենց վարկի հերթական վճարման օրն է։ Այնինչ տեղյակել չեն, թե ինչպես են դարձել վարկառու։ Այսինչ անտարբեր վերաբերմունք է եւ այսինչ համակարգված թալանի է ենթարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այս տղամարդը դեկտեմբերին է գնացել բանկ վարկ վերցնելու, իր վարկունակությունը գնահատել են 1.400.000 դրամ, հրաժարվել է վարկից։ Դրանից հետո ոչ իմ աշխատավարձի չափն է ավելացել, ոչ վարկային պատմությունն է դրական տեղաշարժ ունեցել, բայց դուք կիբերհանցագործին տրամադրել եք 8.560.000 դրամ։ Ֆինանսական գրագիտություն չեն կարող ունենալ բոլոր քաղաքացիները, ասում են ակցիայի մասնակիցները, կիբերանվտանգության կանոններին եւս բոլորը չեն տիրապետում։ Նույն բանկը ինձ ասում է, խակերը ջարդել է մեր էջը եւ նույնատիպ էջ ա արել մոբայլ հավելվածի եւ ուղարկում է մարդկանց։ Ես ինչքանով պիտի կրթված լինեմ, եթե ես IT ոլորտի մասնագետ չեմ, այդ ինչպես պետք է ամբողջը բացեմ, կարդամ, տեսնեմ, որ դա խակեր է եւ մուտք չգործեմ։ Այս կինն էլ անկախ իր կամքից վարկառու է դարձել, ավելին, ստացված գումարը փոխանցվել է Ռուսաստան, որի համար բանկը միջնորդավճար է պահել։ Ինձ միայն տվել են միջանցիկ հաշվի համար։ Աշխատակիցը անմիջապես ասեց, դե սա սովորական ձեռագիր է, փոխանցված է Ռուսաստան։ Իրան գիտեն ուրա գնում, իրան գիտեն միջնորդավճարը, իրան գիտեն ուղղությունը եւ ինձ չեն տալիս ոչ մի տվյալներ։ Խաղվածք եմ ուզեմ, մեջը միայն գրված է այդ միջանցիկ հաշվի համարը, որի միջոցով փոխանցում է կատարվել այլ քարտերին։ Այն, որ ֆինանսական խարդախությունները բանկի բացթողումների հետևանք են, բացառում է ID բանկի հաղորդակցության եւ սոցիալական ծրագրերի ղեկավարը։ Զեղծարարությունների ցավոք սրտի զոհ են դառնում այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական տվյալները տրամադրում են երրորդ անձանց։ Հանրային վերահսկողություն ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագոզյանը համոզված է, շատ դեպքերում քաղաքացիները չեն կարող անձնական տվյալներ տրամադրել, եթե նույնիսկ ուզեն։ Քաղաքացին կնոպշնի հեռախոս է բռնում, այնպես որ եթե շատ ցանկանաս չեն կարող տալ։ Երկուշաբթի 16-ին տեսել եմ, 16-ին դիմել եմ ոստիկանություն, հետո ոստիկանությունից հետո եկել եմ նայել, տեսել որ այդ երկու հաղորդագրություններ կա, ու դրանք բացած չի։ Ես ոչ մի բան չեմ հաստատել։ Ֆինանսական բեռի տակ ակամա հայտնված այս մարկանց բողոքները հասել են մինչև կենտրոնական բանկ, քննչական կոմիտե, դատախազություն, բայց դեռ հարցի վերջնական լուծումը չկա։ Դիմել ենք պատկան մարմիններին, դիմել ենք գլխավոր դատախազությանը, դիմել ենք քննչականին, դիմել ենք կառավարությանը, դիմել ենք կենտրոնական բանկին, այո, աշխատանքներ տարվում են, բայց անբավարար ժամկետները ձգձգվում են եւ համակարգային լուծումներ չունենք։ Տարեցտարի աճող ֆինանսական խարդախությունների ամենամեծ պատճառը քաղաքացիների անզգուշությունն է, ասում է մեդիա փորձագետը։ Դեպքերը շատ տարբեր են եւ դա կարեւոր է հասկանալ, այսինքն ես մի մասով զբաղվել եմ եւ կան դեպքեր, երբ որ քաղաքացիները անզգուշաբար ինչ որ հղումներով ֆիշինգային այցելել են, դրացրել են եւ այնուհետեւ կարծես հանցագործները տիրացել են իրենց օգտահաշիվներին, թե մարդիկ ասում են, որ իրենք ոչ մի կոդ չեն տվել, որևէ հղում չեն բացել, բայց իրականում իրենք ուղղակի չեն զգացել, թե ինչպես է դա եղել։ Նախորդ շաբաթ խորհրդարանի ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել է խնդրին, ասել է, որ ֆինանսական խարդախություններից տուժածները հանդիպել են կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, պայմանավորվել են բանկերի հետ ուսումնասիրել բոլոր դեպքերը։ Նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունից տուժածների ճնշող մեծամասնությունը խարդախներին տրամադրել է անձնական տվյալները։ Աննա Գյուրնազարյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։